Մարդու ձեռագիրը եզակի է, ինչպես իր մատնահետքը, այն կարող է պատմել բնավորության, խառնվածքի, նույնիսկ առողջական վիճակի մասին։ Ձեռագիրը նաև վավերագրություն է, արժեքավոր են արվեստագետների, հայտնի մարդկանց ձեռագիր նյութերը, որոնք հատուկ պահպանության և մշակման կարիք ունեն։ Գրականության և արվեստի թանգարանում է պահվում գրականության, երաժշտության, թատրոնի, կինոյի ոլորտներում հայտնի հայ մտավորականների ձեռագրային հարուստ ժառանգությունը։ Գրականության և արվեստի թանգարանում պահպանվում են հայ մտավորականների ձեռագրերը, որոնք առանձնանում են իրենց բացառիկությամբ։ Ձեռագրային այս հարուստ ժառանգությունը պահվում է հայտնի մտավորականների պատկանող անհատական ֆոնդերում, և ամենամեծ ֆոնդը պատկանում է հայ գրող, քննադատ Արշակ Չոպանյանին, շուրջ 60 000-ի հասնող ձեռագրեր։ Թանգարանում պահվող ամենահին ձեռագիրը Սայաթ Նովայի Դավթարն է։ Այն թանգարանին նվիրել է Հովհաննես Թումանյանը 1921 թվականին։ Ցուցանմուշի կողքին ցուցադրված է նաև Թումանյանի այդ առիթով գրած ձեռագիր նամակը։ Այս պահին գտնվում ենք թանգարանի մայր ցուցասրահի այն հատվածում, որտեղ ցուցադրվում են Վահան Տերյանի անձնական իրերը և փաստաթղթերը։ Վահան Տերյանի ձեռագրային հարուստ ժառանգությունից կարելի առանձնացնել նրա բանաստեղծությունների ինքնագիր տետրը, որը սկսվում է Մթնշաղի անուրջներ ժողովածուով։ Ինչպես նաև կարելի է առանձնացնել Տերյանի ուսանողական շրջանի տետրերը, որոնք հավաստում են, որ Վահան Տերյանը ուսումնասիրել է բազմաթիվ լեզուներ, նա գիտեր հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, վրացերեն, ամբողջ կյանքում խորությամբ ուսումնասիրում էր գրաբարը, և այս տետրերի շնորհիվ է, որ մենք գիտենք, որ Վահան Տերյանը բազմաթիվ լեզուների գիտակ, ինտելեկտուալ գրող էր։ Ֆոնդում բացառիկ տեղ են զբաղեցնում Եղիշե Չարենցի ձեռագրի պատառիկները, որոնք մինչև ցուցափեղկում հայտնվելը շուրջ 2 տասնամյակ պահվել են հողի տակ ու փրկվել Ռեգինա Ղազարյանի շնորհիվ։ Թանգարանում են պահվում նաև Չարենցի բանաստեղծությունների ինքնագիր տետրերը և պոեմը «Գով Կարուսին», որը նվիրված է թատրոնի հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանին։ Այստեղ կարող եք տեսնել նաև Խաչատուր Աբովյանի հարուստ ձեռագրային հավաքածուն, որի մեջ հատկապես արժեքավոր է Վերք-Հայաստանի ողջ հայրենասիրի վեպի ինքնագիր տարբերակը։ Հետաքրքիր ձեռագրով առանձնանում են հատկապես Հակոբ Օշականի ձեռագրերը, որոնք բավական մանր են գրված, ինչպես նաև հետաքրքիր գեղագրությամբ աչքի են ընկնում Դանիել Վարուժանի և Պետրոս Դուրյանի ձեռագրերը։ Իր յուրահատկությամբ աչքի են ընկնում նաև հայ գրող և հրապարակախոս Զապել Եսայանի ձեռագրերը։ Կարող եք տեսնել ֆրանսերեն ձեռագիրը, որով նամակ է ուղղել իր դստերը, ինչպես նաև հայերեն ձեռագրով ներկայացված նամակը ուղղված իր ամուսնուն, հայտնի նկարիչ Տիգրան Եսայանին։ Գրականության և արվեստի թանգարանում են պահվում նաև որոշ լեզվաբանների ձեռագրեր։ Սրանք հատվածներ են հայ հանճարեղ լեզվաբան ակադեմիկոս Հրաչյա Աճարյանի անձնանունների բառարանից։ Թատրոնի ֆոնդային հավաքածուից կարելի է առանձնացնել հատկապես հայ նշանավոր դերասաններ Վահրամ Փափազյանի և Պետրոս Ադամյանի ձեռագրերը։ Իդեպ Պետրոս Ադամյանը համարվում էր նաև բանաստեղծ, և այստեղ կարող եք տեսնել նրա չափածո ստեղծագործությունների ինքնագիր ժողովածուն, և կարող եք տեսնել Վահրամ Փափազյանի ինքնագիր ստեղծագործությունները, որոնք բավական դժվար ընթերնելի են։ Երաժշտական ֆոնդում կարելի է տեսնել Առնո Բաբաջանյանի պիոներական քայլեր կինոտաները, որոնք գրել է 9 տարեկանում, և դրանք համեմատել 1961 թվականին ավելի հասուն տարիքում գրված Թավջութակի և Դաշնամուրի համար կոնցերտի ինքնագրի հետ։ Թանգարանի մեծածավալ և համաշխարհային նշանակություն ունեցող ձեռագրերի հավաքածուն պատկանում է հայ նշանավոր երաժշտագետ և հատկապես հնատիպ ձեռագրերի հավաքորդ Վասիլի Կորգանովին։ Կորգանովը եղել է առաջին հայ պրոֆեսիոնալ երաժշտագետը, որը խորությամբ ուսումնասիրել է երաժշտություն և ներկայացրել դա ուսումնասիրությունների տեսքով, ինչպես նաև նա աշխատություններ ունի նվիրված Բեթհովենին, Մոցարտին, Չայկովսկուն և այլ
նշանավոր կոմպոզիտորներին եւ հարկ է նշել, որ Վասիլի Կորգանովը նաեւ առաջին բեթհովենագետն է եվրոպական երաժշտության աշխարհում։ Վասիլի Կորգանովի հավաքածուից թերևս կարելի է առանձնացնել Ռոմանովների ողջ դինաստիայի ցարերի եւ հայտնի ռազմական գործիչների նամակագրությունները, ինչպես նաեւ Մոցարտի նամակը Լյուդովիկոս 14-րդ արքայի 1702 թվականին գրված նամակը։ Սա փաստաթուղթ է այն մասին, որ ծագումով Լուի Կազիմիր Բելյուզին նշանակվում է Ռուսաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը։ Այսօր թանգարանում պահվում են ինչպես հնատիպ ձեռագրեր, այնպես էլ նոր ժամանակաշրջանի ձեռագրեր։ Ֆոնդերը շարունակ համալրվում են եւ ուսումնասիրվում։ Ձեռագրերը մշակութային գանձեր են, որքան հնանում, այնքան ավելի արժեքավոր են դառնում։